Ժողովրդյան բարի լույս, այսօր նոյեմբերի 12-ն ենք եւ ահագին ժամանակա, որ վիդեո չեմ նկարել, նենց որ եկեք այս սխալը շտկենք եւ հասկանանք, թե շուկան ինչա ասում, ինչա սպասվում եւ այլն։ Իրականում զբաղված եմ եղել դասընթացների հետ կապված, ուրեմն խմբակային դասընթաց ենք արդեն պատրաստում, շուտով մեկնարկելու է հաջորդ շաբաթ, դեռևս մեկ տեղ ունենք, եթե ձեզ հետաքրքիր է, ապա կարող եք գրել եւ նույնպես մասնակցել, տևողությունը լինելու է մոտավորապես 4-5 ամիս, որտեղ որ սովորելու ենք այն ամենը, ինչը որ ես առօրյայում անում եմ, վերլուծությունները, որպեսզի հասկանանք շուկան կբարձրանա, կիջնի եւ այլն, որից հետո արդեն կկարողանաք դուք նույնպես սկսել գործարք բացել եւ եկամտաբեր լինել։ Եվ այսպես, ինչա կատարվում շուկայում։ Շուկայում եկեք, ինչպես միշտ, սկսում ենք ամսական գրաֆիկայից, տեսնում ենք դեպի ներքև ունենք պատկերը, շաբաթականը նույնպես դեպի ներքև է, անցյալ շաբաթ տեսնում ենք, որ սենց կարմիր մոմ էր փակել, այս շաբաթ ուզում եմ շարունակություն ունենա եւ դեռևս մենք գտնվում ենք այս զոնայում, այս order բլոկում, որտեղ որ եկել է կպել է մեկ անգամ, իջել է միջև այստեղ ներքևը, չի կարողացել ջարդի, հետո բարձրացել է վերև միջև 108,000, այսինքն 98,000-ից 107.5 տատանումա տեղի ունեցել, հետո ինչ ենք ուրեմն դիտարկում, տեսեք այստեղ մենք ունենք ինչ, break of structure այստեղ ունենք, ինչպես նաև break of structure այստեղ ունենք, okay? Սա նշանակում է, որ շուկան իջնող է, lower-lower-ը դեռևս ստեղծում եւ մենք քանի դեռ այս պայդրությամբ չունենք ջարդ դեպի վերև 116,000-ից, մենք շուկան դիտարկում ենք ներքև իջնող։ Դա չի նշանակում, որ այս internal range-ի մեջ, այսինքն ներքին տարածքը որ կա, այսինքն 116-ից 99,000 սահմաններում չենք կարող դիտարկել վերև գործարք, որովհետև այդպես չի, կարող ենք դիտարկել ու նույնիսկ իմ կարծիքով այսօր վերև գնացող է շուկան, որովհետև այստեղ order block ունենք, որը որ այս հատվածներում մաքրել է շուկան, okay, շատ ես իմ ինչ չի, փոքր internal range-ը մաքրել, բարձրացել է վերև ու այստեղ այսենց մի հատ fair value gap ունենք, որը որ ես զարմացած եմ, որ սենց կպնելուն պես սկսել է իջնել, ես ավելի շատ Bitcoin-ին սպասում էի, որ գար այստեղ վերև, այստեղ, այսինքն 109,000, 110,000 սահմաններում նոր անկում ապրեր, բայց Bitcoin-ը հուզված է, նեղված է, հենց որ շատ բան չենք կարող իրան ասել։ Համենայն դեպս ինքը Bitcoin-ը այս սահմաններում 106-ից 99,000 դոլարի տատանումներ է տեղի ունենում 3 շաբթի օրվանից, ամսի 4-ից, տեսնում եք այս մոմով, եւ հիմա ինքը բարձրացել է 107 ու ես սպասում եմ իրան 109-110,000-ի սահմաններում այդ ժամանակ նոր ավելի շորտի ինչ-որ տրամաբանություն կարա դիտարկվի։ Այստեղ առավոտյան գիշեր ավելի շուտ ժամը 12:04 եւ այլն Bitcoin-ը եկել է կպել այս demand zone-ը, որը որ demand zone-ա է, պլյուս strong է։ Իմ աշակերտները կհասկանան strong-ը ինչ է, okay։ Բավականին լավն է, այսինքն ուժեղ զոնա է, որ կարա հանկիստ այսօր գինը բարձրացնի վերև դեպի մոտավորապես 110,000, 103-104,000-ից։ Հիմա կախված թե նորություններ կլինի, թե չի լինի, ինձ թվում է բավականին ռեալ է, որ այսօր մենք Bitcoin-ը տեսնենք բարձրացող, այստեղ trend line նույնպես ունենք ու տեսնում ենք, որ trend line-ը այստեղ ջարդել է, 4 ժամանոց չոչը նենց բան չի էլի, տենց չոչ չի իրականում, բայց 4 ժամանոց այս պատկերը բավականին լուրջ պատկեր են։ Հիմա եկեք հակառակ ուղղությամբ էլ դիտարկենք ու դուք արդեն ինքներդ որոշեք, ինձ համար այսօր բարձրացող է շուկան, որովհետև եթե կհիշեք, ես պատմել եմ ձեզ, որ այն ինչը որ տեղի է ունեցել 122,000 դոլարից, որ սենց
գմփոցը դուրս եկավ Տրամպի շնորհիվ, փաստացի մենք ավելի լավ իրավիճակում ենք գտնվում հիմա, քան այդ ժամանակ, բացառությամբ, որ եթե չեմ սխալվում, Սպիտակ տունը փակ էր նույնպես, ու հիմա Սպիտակ տան դռները բացվում է ոնց որ թե Սենատում խոսել էին, որ հերիք է, որ ինչքան երկար փակ մնաց կառավարությունը, մոտավորապես 30 քանի օր պատմության մեջ ամենաերկար շաթդաունն է տեղի ունեցել, որ փակ է եղել 30 քանի օրով երկկառավարություն, Ամերիկայի կառավարությունը, փոքր բան չի։ Իսկ հիմա ոնց որ վերաբացվում է ու վերաբացման հետ կապված լիքը դրական լուրեր է պտտվում, որ եւ կրիպտո եւ շուկաների համար շատ լավ է լինելու։ Ես իրոք այդպես եմ կարծում, որովհետեւ եթե նույնիսկ զուտ մենք դիտարկում ենք գեոպոլիտիկական տեսանկյունից, այն ինչը որ այս ժամանակ էր կատարվում, հիմա այս 103,000 ժամանակ ավելի լավ կարգավիճակում են գտնվում, որտեղ նույնիսկ տոկոսադրույքի իջեցումն է այստեղ տեղի ունեցել, այս ժամանակ դեռևս տեղի չէր ունեցել։ Սա ֆունդամենտալ տեսանկյունից, տեխնիկական տեսանկյունից մենք դեռևս քանի 117,000-ը չենք անցել վերև, մենք չենք կարող ասել, որ դեպի վերև տրենդ է, բայց որոշակի բաներ կա, որ հուշում է, որ կարա եւ վերև բարձրանա։ Արդյոք բարձրանալու է։ Իմ կարծիքով, այո, բայց զգուշությունը լավ բան է, հենց որ եթե հանկարծ ինչ-ինչ պատճառներից ելնելով 101,000-ից ներքև իջավ, այսինքն այս զոնայից ներքև իջավ, արդեն որոշակի բաներ փոփոխվելու էին տրամաբանության մեջ, որտեղ այս order block-ն է, այս դիման զոնան է, որ ես կարծում եմ, որ պետքա շարունակի վերև բարձրացնել։ Այսինքն այս զոնան որ կա, հա, այս զոնան է, որ վերև պետքա բարձրացնել։ Եթե այս զոնան ուղղակի չի պահում, արդեն տրամաբանություն չկա, որ ինքը կշարունակի վերև բարձրանալ, այլ կարող է շարունակի ներքև իջնել նոր զոնաներ ման գալով, որոնք են հետևյալը, ասեմ, այստեղ 97,500-ի սահմաններում լավ զոնա ունենք, ու մի հատ շատ ուժեղ զոնա ունենք 95,000 դոլարի, այստեղ 4 ժամանոց զոնա է, շատ ուժեղ զոնա է։ Հիմա մեզ զուտ մնում է սպասել, տեսնենք, թե ինչա կատարում։ Այն պահին, երբ որ հասնի այստեղ 109,000, 110,000, հավանաբար այստեղից կարա ինքը բիտքոյնը շարունակի իջնել ներքև, բայց այս զոնայից 103 կամ 107 եւ այլն, որ չի հասել ոնց որ վաճառող ուժի կետին, կարծում եմ, որ մի փոքր էլ պետք է սպասենք, որ բարձրանա։ Ֆիբոնաչին որ հաշվում ենք, նույնպես Ֆիբոնաչին հուշում է, որ 110,000-ն է այն իդեալական կետը, որ գոնե բիտքոյնը գա հասնի, մնացածը արդեն օրվա ընթացքում պարզ կլինի։ Մի խոսքով սա էր այսօրվա համար, հիշեք, որ stop loss-եր օգտագործեք, fake high-երից հեռու մնացեք, եւ մենք էլ կապի մեջ կլինենք, լավ եղեք, կհանդիպենք։